եք Արթուր Օսիպյանի կալանավորման վերաբերյալ։ Ավելի շուտ ես կուզենայի մի պարզաբանում մտցնեի, ամենատարբեր հարթակներում քննարկումների ժամանակ անդադ խոսում է նրա Facebook-յան գրառումների մասին, բայց ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ նրան ձերբակալելու հետո կալանել են կոնկրետ միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից անմիջապես հետո, այսինքն գրառումներ հետո են հայտնաբերվել եւ ես ուզում եմ հասկանալ պարզապես որպես քաղաքացի այդ օրը այդ քննարկման ժամանակ կամ դրանից անմիջապես հետո ինչ հիմքով են ձերբակալել եւ ապա կալանել Արթուր Օսիպյանին։ Ինձ համար կարևորը այս հանգամանքը հասկանալն է, որովհետեւ Facebook-յան գրառումները Երևան են հանվել հետո ու փորձ է արվել դա կցել գործին, բայց այդ պահին ինչի համար մարդուն ձերբակալեցին, որ տհաճ հարցեր տվեց Փաշինյանին։ Ասեմ դες որ այդ հարցերի պատասխանները հուզում են ոչ միայն Արթուր Օսիպյանին, երևի թե արցախցիների մեծ մասին, այդ թվում նաև ինձ։ Թե տարիներ շարունակ որից կերպ վերահսկվել են Արցախին Հայաստանից հատկացող պետական միջոցները։ Եվ այս թափանցիկության մասին էր նաև Արթուր Օսիպյանի պայքարը, նաև մեր պայքարը տարիներ շարունակ։ Մենք ուզում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, շատ է խոսում կոռուպցիայի մասին, չգիտեմ, գնացեք ձերոնց թալանածը հետ վերադարձեք եւ այլն։ Մենք ուզենայինք իմանալ, ինչքան է թալանվել, ովքեր են թալանվել եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ միջոցներ է ձեռնարկում այդ թալանչիների նկատմամբ եւ ինչ միջոցներ է ձեռնարկում թալանը հետ բերելու համար, կարծում եմ զգալի գումար կլիներ արցախցիների մի շարք խնդիրներ լուծելու համար։ Եվ ինչ է կարծում դուք այս դիմումին գլխավոր դատախազը դրական արձագանք կտա թե։ Դժվարանում եմ գուշակել, ինձ համար դժվար ասել։ Ավելի ճիշտ կներեք, կարող է ամեն դեպքում թե ինչ որոշում կկայացնի, կարող է դա կարծում եք դա անկախ կլինի, թե ոչ։ Իմ միակ հույսը, միակ հիմքը քիչ թե շատ անկախ որոշման համար այն է, որ հարցը արդեն իսկ տեղափոխվել է միջազգային հարթակ, արդեն դուրս է եկել հայաստանյան շրջանակից եւ մի շարք հկներ արդեն դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, արդեն միջազգային լրատվամիջոցներում կան արձագանքներ, մասնավորապես BBC-ում։ Ես կարծում եմ այս ամենի չի կարող պարզապես անհետևանք անցնել։ Ինչ որ հույսի թեթև նշույլ կա զուտ այդ հանգամանքով պայմանավորված, բայց նաև տեսնում եմ, որ ընտրական շրջանում գործում է բոլոր միջոցները արդարացված են այս վերաբերմունքը, այնպես որ չեմ կարող ասել։